Կոլումբիական նարկոկարտելների պատմությունը սովորաբար սկսվում եւ ավարտվում է մեկ անունով՝ Պաբլո Էսկոբար։ Իր հարազատ Մեդելինում տանիքին կրակված փամփուշտը դարձավ մի ամբողջ դարաշրջանի ավարտի խորհրդանիշ, իսկ նրա մահը թվաց հարմար պահ, որից հետո շատերի կարծիքով պետք է հաստատվեր լռություն։ Բայց իրականությունն այլ կերպ է կառուցված։ Նարկոբիզնեսը չի կառուցվում մեկ մարդու շուրջ, որքան էլ ազդեցիկ լինի այդ մարդը։ Այն գոյություն ունի համակարգի շնորհիվ, մատակարարման ուղիների, ֆինանսական հոսքերի եւ կոմունիկացիաների միջոցով։ Երբ առաջնորդը վերանում է, համակարգը չի անհետանում, այն վերակազմավորվում է։ Մինչ աշխարհի ուշադրությունը սևեռված էր Մեդելինում տեղի ունեցող պայթյունների, ահաբեկչությունների եւ պետության դեմ բաց պատերազմի վրա, մեկ այլ քաղաքում ավելի հանգիստ եւ ավելի կազմակերպված ձևավորվում էր լրիվ այլ տիպի կառույց։ Նարկոկարտել, որը ընտրեց ոչ թե աղմուկը, այլ հաշվարկը, ոչ թե վախը, այլ կառավարման հստակ համակարգ։ Նրանց ուժը մեկ մարդու խարիզմայի մեջ չէր, այլ դերերի ճիշտ տեղաբաշխման, ֆինանսական կարգապահության եւ միջազգային կապերի մեջ, որոնք նրանց ազդեցությունը տարածեցին Կոլումբիայի սահմաններից դեպի ամբողջ աշխարհ։ Սա պատմություն է այն մասին, թե ինչպես հանցավոր համակարգը սովորեց լինել արդյունավետ եւ ինչպես նույն արդյունավետությունը վերջում դարձրեց նրան խոցելի։ Սա Կալի կարտելի պատմությունն է։ Կալին Կոլումբիայի մեծությամբ երրորդ քաղաքն էր։ Ի տարբերություն Մեդելինի, սա աղքատ թաղամասերի եւ փողոցային խմբավորումների քաղաք չէր։ Այն արդյունաբերական կենտրոն էր, ելքով դեպի Խաղաղ օվկիանոս։ 40-ականների սկզբին Կալի քաղաքում ծնվեցին Միգել եւ Գիլբերտո Օրեխուելա եղբայրները։ Նրանք մեծանում էին 6 երեխաներից բաղկացած ընտանիքում, որը ապրում էր միջին կենսամակարդակով։ Հայրը նկարիչ էր, մայրը տնային տնտեսուհի։ Նրանց պատմությունը չէր սկսվում ծայրահեղ աղքատությունից, այլ համեմատաբար կայուն սոցիալական միջավայրից։ Գիլբերտոն սկսեց դեղագործության ոլորտից։ 13 տարեկանում հեծանիվով դեղեր էր առաքում։ Ավելի ուշ ստացավ դեղագործական կրթություն եւ գնեց այն դեղատունը, որտեղ աշխատում էր։ Հենց այդ շրջանում սկսեց ձևավորվել Գիլբերտոյի հաշվենկատ գործելավոճը, որի համար նա հետագայում կստանա շախմատիստ մականունը։ Օրինական բիզնեսը արագ դարձավ շղարշ։ Եղբայրները սկսեցին զբաղվել դեղատոմսով վաճառվող դեղերի ապօրինի շրջանառությամբ։ Սա նրանց օրենքը շրջանցելու առաջին փորձն էր։ 60-ականների վերջում նրանք արդեն ձևավորել էին սեփական քրեական հանցախումբը։ 1968 թվականին առևանգվեցին Շվեյցարիայի երկու քաղաքացիներ՝ դիվանագետ եւ ուսանող։ Ազատ արձակման դիմաց վճարված $700,000 հետագայում դարձավ նրանց գործունեության ֆինանսական հիմքը։ 70-ականների սկզբին գործունեությունը սկսեց տեղափոխվել դեպի թմրանյութերի շրջանառություն։ Սկզբում մարիխուանա, սակայն շուկան արդեն վերահսկվում էր ավելի խոշոր խաղացողների կողմից եւ մրցակցելը դժվար էր։ Ընդունվեց ռազմավարական որոշում՝ անցնել կոկաինի շրջանառության։ 70-ականների կեսերին Կալիում ձևավորվեց ապագա կարտելի հիմնական միջուկը։ Օրեխուելա եղբայրներին միացան Խոսե Լոնդոնյոն եւ Հելմեր Էրերան։ Յուրաքանչյուրը պատասխանատու էր առանձին ուղղության համար։ Միգել Օրեխուելա, ընդհանուր կառավարում եւ միջազգային մատակարարումներ։ Գիլբերտո Օրեխուելա, ֆինանսներ, քաղաքական կապեր եւ փողերի լվացում։ Խոսե Լոնդոնյո, արտահանում եւ ԱՄՆ շուկայի լոգիստիկ վերահսկում։ Պաչո Էրերա, անվտանգության համակարգ եւ ներքին վերահսկողություն։ Այսպես սկիզբ դրվեց Կալի կարտելին։ 1980-ականների սկզբին Կալի կարտելը արդեն ձևավորել էր կառավարման մոդել, որը տարբերվում էր Կոլումբիայում գործող մյուս հանցավոր կառույցներից։ Սա համակարգ էր, որտեղ յուրաքանչյուր օղակ ուներ իր դերակատարումը, իսկ տեղեկատվությունը հասանելի էր միայն սահմանափակ մարդկանց։ Կազմակերպությունը բաժանված էր ինքնավար բլոկերի։ Քննչական տվյալների համաձայն դրանց թիվը հասնում էր մի քանի հարյուրի։ Յուրաքանչյուր բլոկ զբաղվում էր միայն իր գործառույթով՝ արտադրությամբ, տեղափոխմամբ, պահեստավորմամբ, բաշխմամբ կամ ֆինանսական հոսքերի սպասարկմամբ։ Հիմնական սկզբունքը պարզ էր՝ տեղեկատվության բաժանում։
Յուրաքանչյուր մարդ գիտեր միայն իր աշխատանքը։ Կատարողը կապ էր պահում միայն մեկ համակարգողի հետ։ Համակարգողը գիտեր միայն իր պատասխանատվության ոլորտը։ Տարբեր խմբերի միջև ուղիղ կապ գրեթե չկար։ Այս մոդելը ապահովում էր այն, որ մեկ օղակի բացահայտումը չբերի ամբողջ համակարգի փլուզմանը։ Մոդելի ճարտարապետը Գիլբերտո Օրեխուելան էր, շախմատիստը։ Արտադրական շղթան գործում էր հստակ փուլերով։ Կոկայի մածուկը ձեռք էր բերվում Կոլումբիայի հարավային շրջաններից, ապա վերամշակվում էր խոշոր քաղաքներից դուրս գործող գաղտնի լաբորատորիաներում։ Պատրաստի կոկայինը տեղափոխվում էր Պանամայի և Մեքսիկայի միջոցով, իսկ Միացյալ Նահանգներում այն ընդունում և բաշխում էին նախապես կազմակերպված դիստրիբյուտորական ցանցերը։ ԱՄՆ-ում նրանց գլխավոր շուկան Նյու Յորքն էր։ 80-ականների կեսերին արևելյան ափով իրականացվող մատակարարումները ապահովում էին ԱՄՆ կոկայինի շուկայի մոտ 20-ից 30%-ը։ Ֆինանսական համակարգը գործում էր առանձին։ Կարտելի գլխավոր հաշվապահը Գիլերմո Պալոմարին վերահսկում էր ամբողջ դրամական հոսքը։ Գրանցվում էին մատակարարումների ծավալները, շահույթի բաժանումը, կաշառքները և տեղափոխման ծախսերը։ Գումարների լեգալացման համար օգտագործվում էին տարբեր մեխանիզմներ։ Տեղագործական ընկերություններ Կոլումբիայում, մասնավոր բանկեր Պանամայում, ոսկու առևտրային գործարքներ Եվրոպայում և ներդրումներ ԱՄՆ-ի անշարժ գույքի շուկայում։ Սխեմաներից մեկով ոսկին գնում էին Իտալիայում, վաճառում Պանամայի միջոցով և գումարը վերադարձնում օրինական ֆինանսական համակարգ, որպես մետաղների առևտրից ստացված եկամուտ։ Կարտելը ներդրումներ էր կատարում նաև օրինական բիզնեսներում, այդ թվում Ամերիկա դե Կալի ֆուտբոլային ակումբում։ Սա ապահովում էր հասարակական ազդեցություն և լրացուցիչ պաշտպանություն։ Մեծ նշանակություն էր տրվում անվտանգությանը։ Օգտագործվում էին միանգամյա հեռախոսներ, գաղտնի բնակարաններ և մշտապես փոխվող երթուղիներ։ Ղեկավարների տեղաշարժերը հաճախ փոխվում էին ամենավերջին պահին։ Եթե համակարգի որևէ օղակ բացահայտվում էր, այն արագ փոխարինվում էր, առանց ամբողջ ցանցի աշխատանքի դադարեցման։ Սա Կալիի գլխավոր առավելությունն էր։ 80-ականների կեսերին այս մոդելը արդեն ապացուցել էր իր արդյունավետությունը։ Կազմակերպությունը կարող էր կորցնել մարդկանց, բայց շարունակում էր վերահսկել մատակարարումները, նույնիսկ պետության հետ բաց դիմակայության պայմաններում։ 1977 թվականին ԱՄՆ-ում կոկայինի պահանջարկի կտրուկ աճը կոլումբիական խմբավորումների միջև մրցակցությունը դարձրեց անխուսափելի։ Հենց այս շրջանում տեղի ունեցավ ազդեցության գոտիների չգրված բաժանում երկու ուժային կենտրոնների միջև։ Կալի կարտելը կենտրոնացավ Նյու Յորքի և ԱՄՆ արևելյան ափի վրա։ Մեդելինի կարտելը վերահսկողություն հաստատեց Ֆլորիդայում, առաջին հերթին Մայամիում։ Նյու Յորքը պահանջում էր աշխատանքի այլ մոտեցում։ Քաղաքն ուներ զարգացած բանկային համակարգ և գտնվում էր խիստ դաշնային վերահսկողության տակ։ Այդ պայմաններում Կալի կարտելը մատակարարումները կազմակերպում էր կոնտեյներային բեռների և միջնորդների միջոցով, հնարավորինս խուսափելով հրապարակային ռիսկերից։ 80-ականների սկզբին Մեդելինը վերահսկում էր ԱՄՆ կոկայինի մատակարարումների մինչև 70-ից 80%-ը։ Կալիի բաժինը գնահատվում էր մոտ 20-ից 30%, սակայն տարբերությունը միայն տոկոսների մեջ չէր։ Մեդելինը կառուցում էր բիզնեսը արագության և ցուցադրական ուժի վրա, Կալին կայունության և պայմանավորվածությունների։ Գիլբերտո Օրեխուելան համոզված էր, որ պետության հետ բաց պատերազմը երկարաժամկետ հեռանկարում պարտության կհանգեցնի նարկոկարտելներին։ Կալիի ռազմավարությունը հենց այդ պատճառով հիմնված էր ոչ թե բախման, այլ վերահսկվող ազդեցության վրա։ 1984 թվականը ցույց տվեց, թե որ մոդելն էր ավելի վտանգավոր։ Այդ տարի սկսվեց փուլ, որը նարկոկարտելների և պետության հարաբերությունները փոխեց անդառնալիորեն։ 1984 թվականի ապրիլի 30-ին Բոգոտայում սպանվեց Կոլումբիայի արդարադատության նախարար Ռոդրիգո Լարա Բոնիլան։ Սպանության ետևում կանգնած էր Մեդելինյան կարտելը։ Սա դարձավ պետության և նարկոկարտելների միջև բաց հակամարտության մեկնարկային կետը։ Դրանից հետո սկսվեցին արտահանձնման լայնածավալ գործընթացներ և ուժեղացավ Կոլումբիայի և ԱՄՆ-ի համագործակցությունը։ Կալին ընտրեց այլ ռազմավարություն։ Պետության վրա ուղղակի ճնշման փոխարեն կառույցը ուժեղացրեց աշխատանքը քաղաքական միջնորդների հետ և ակտիվորեն ներգրավեց նախագահի նախընտրական ֆինանսավորման գործընթացներում։ Իշխանությունների հետ բաց բախումները փորձ էր արվում նվազագույնի հասցնել։ Այս տրամաբանորեն տարբեր մոտեցումների պատճառով երկու կարտելների միջև ներքին լարվածությունը աճում էր, սակայն բաց պատերազմը դեռ չէր սկսվել։
1987 թվականի վերջում Մեդելինի եւ Կալիի միջև եղած հավասարակշռությունը դադարեց գոյություն ունենալ։ Պատճառը, որը խախտեց երկու կարտելների միջև գոյություն ունեցող հավասարակշռությունը, սկզբում ուներ բացառապես կենցաղային բնույթ։ Նյու Յորքում գործող Մեդելինյան կարտելի ներկայացուցիչներից մեկը, Էլ Նեգրոն, բանտից ազատ արձակվելուց հետո տեղեկացավ, որ իր բացակայության ընթացքում կինը հարաբերությունների մեջ է եղել Կալիի կարտելի անդամներից մեկի, Էլ Պինոյի հետ։ Երկու տղամարդիկ ճանաչում էին միմյանց եւ նախկինում շփումներ էին ունեցել նույն քրեական միջավայրում։ Փողոցային մակարդակում սա անձնական հակամարտություն էր, սակայն նարկոկարտելների համակարգում նման իրավիճակները ընկալվում էին ոչ թե որպես ընտանեկան խնդիր, այլ որպես հեղինակության հարց։ Մեդելինյան կողմը միջադեպը դիտարկեց որպես անհարգալից վերաբերմունք եւ Կալիի ղեկավարությանը փոխանցեց պահանջ. Էլ Պինոն պետք է վերացվի։ Կալիի ղեկավարությունը հրաժարվեց կատարել այդ պահանջը, պաշտպանելով սեփական անդամին։ Այս մերժումը նշանակում էր Էսկոբարի հեղինակությունը չճանաչելու բաց հայտարարություն, եւ դրանով փաստացի վերացվեց երկու կառույցների միջև պահպանվող ոչ պաշտոնական հավասարակշռությունը։ Անձնական վեճը վերածվեց կազմակերպված հակամարտության սկզբի։ Սկսվեցին Կալիի հետ կապված անձանց թիրախային սպանությունները։ Պատասխան գործողությունները հաջորդեցին անմիջապես։ 1988 թվականին Մեդելինում պայթեցվեց 200 կիլոգրամ պայթուցիկով լցված ավտոմեքենա Մոնակո բնակելի համալիրի մոտ, որտեղ ապրում էր Էսկոբարը իր ընտանիքի հետ։ Պայթյունը մասամբ ավերեց շենքը, Էսկոբարը ողջ մնաց։ Մահացավ թիկնապահներից մեկը, իսկ նրա դուստրը ստացավ ծանր ակուստիկ վնասվածք եւ մասամբ կորցրեց լսողությունը։ Սա դարձավ անձնական բեկումնային պահ Էսկոբարի համար։ Մեդելինի պատասխանը դարձավ ավելի կոշտ եւ պակաս ընտրողական։ Հարվածներ էին հասցվում ոչ միայն օպերատիվ օղակներին, այլ նաեւ մերձավոր շրջանակներին։ 1988-ից մինչև 92 թվականները հակամարտությունը դարձավ համակարգային։ Թիրախավորվում էին միջնորդները, լոգիստիկ եւ ֆինանսական օղակները։ Երկու կարտելներն էլ փորձում էին խաթարել միմյանց մատակարարման աշխատանքները։ 92 թվականին, երբ Էսկոբարը փախավ Լա Կատեդրալ բանտից, նա արդեն պատերազմի մեջ էր միաժամանակ մի քանի ճակատներով։ Այդ շրջանում ձևավորվեց Լոս Պեպես խմբավորումը։ Խումբը ֆինանսավորվում էր Կալի կարտելի կողմից եւ նպատակային հարվածներ էր հասցնում Էսկոբարի ակտիվներին եւ նրա շրջապատին։ Լոս Պեպեսը դարձավ գործոն, որը զգալիորեն արագացրեց Մեդելինյան կարտելի անկումը։ 1993 թվականի դեկտեմբերի 2-ին Մեդելինում իրականացված հատուկ գործողության ընթացքում սպանվեց Պաբլո Էսկոբարը, ավարտվեց երկարատև հակամարտությունը եւ վերացվեց նարկոբիզնեսի գլխավոր ուժային կենտրոններից մեկը։ 1993 թվականի դեկտեմբերի 2-ից հետո Կալի կարտելը դարձավ կոկաինի մատակարարումների խոշորագույն գործող կազմակերպությունը։ 90-ականների կեսերի ամերիկյան փորձագետների գնահատականներով Կալին վերահսկում էր ԱՄՆ կոկաինի մատակարարումների մինչև 50%-ը։ Առանձին ժամանակահատվածներում ցուցանիշները գնահատվում էին նույնիսկ ավելի բարձր։ Կազմակերպությունը ապահովում էր կայուն հոսքեր Նյու Յորքի, Ֆլորիդայի եւ Հարավային նահանգների ուղղությամբ օգտագործելով Պանամայի եւ Մեքսիկայի տարանցիկ երթուղիները։ Կարտելի ղեկավարության ընդհանուր շահույթը գնահատվում էր օրական մոտավորապես 24-ից 36 միլիոն դոլար։ Կարտելը ընդլայնել էր նաև միջազգային ներկայությունը։ Եվրոպական մատակարարումները իրականացվում էին հիմնականում Իսպանիա։ Իսպանական նավահանգիստներով կոկաինը տեղափոխվում էր եվրոպական այլ երկրներ եւ Ռուսաստան, իսկ Իտալիայում հիմնականում իրականացվում էր փողերի լվացումը։ Ասիական ուղղությամբ մատակարարումները կազմակերպվում էին ճապոնական Յակուձա հանցավոր կառույցների հետ կապված ցանցերի միջոցով։ Ասիական ուղով կոկաինը հասնում էր մինչև Ավստրալիա։ Սա արդեն գլոբալ էքսպանսիա էր։ 1994 թվականին Կալի կարտելը գտնվում էր իր զարգացման գագաթնակետին։ Մատակարարումները գործում էին կայուն, միջազգային երթուղիները ձևավորված էին, ֆինանսական համակարգը աշխատում էր առանց խափանումների։ Կոլումբիայի ներսում Կալին խուսափում էր պետության դեմ բաց դիմակայությունից եւ գործում էր ֆինանսական վերահսկողության միջոցով, բաժանելով միլիոնավոր դոլարներ տարբեր քաղաքական գործիչներին, այդպիսով ձևավորելով քաղաքական ազդեցության ցանց։ Հենց այս ռազմավարությունն էլ դարձավ Կալիի համար խոցելի կետ։
1994 թվականի հունիսին Կոլումբիայի նախագահ ընտրվեց Էրնեստո Սամպերը։ Ընտրություններից գրեթե անմիջապես հետո ի հայտ եկան մեղադրանքներ, ըստ որոնց նրա նախընտրական քարոզարշավը կարող էր ֆինանսավորվել Կալի կարտելի հետ կապված միջոցներով։ Հետաքննությունը ստացավ Պրոցես 8000 անվանումը։ Դատախազության տվյալներով նախագահի ընտրական շտաբին էր փոխանցվել $10 միլիոն։ Սկանդալը արագ ստացավ միջազգային մասշտաբ։ Հետաքննությունների ընթացքում հատուկ ծառայությունների ուշադրությունը աստիճանաբար կենտրոնացավ Օրեխուելա եղբայրների գործունեության վրա։ Միացյալ Նահանգները ուժեղացրեց ճնշումը Կոլումբիայի վրա։ Վաշինգտոնը կասկածի տակ դրեց Բոգոտայի պատրաստակամությունը իրական պայքար մղելու թմրանյութերի շրջանառության դեմ։ Կալիի համար սա նշանակում էր իրավիճակի փոփոխություն։ Մինչ այդ նրանց ռազմավարությունը հիմնված էր հրապարակային բախումների նվազեցման վրա։ Նրանք չէին իրականացնում ահաբեկչական հարձակումներ պետության դեմ, չէին պայթեցնում պետական կառույցներ եւ չէին թիրախավորում նախարարներին։ Սա ստեղծում էր վերահսկելիության պատրանք։ Պրոցեսը 8000-ից հետո իրավիճակը փոխվեց։ Քաղաքական պաշտպանությունը դարձավ ռիսկային։ Իշխանությունների հետ կապերը հայտնվեցին միջազգային վերահսկողության տակ։ ԱՄՆ հետախուզական կառույցները ընդլայնեցին գործողությունները։ Կարտելի ներսում աճեց լարվածությունը։ Ուշադրության կենտրոնը վերջնականապես տեղափոխվել էր Կալի։ 1994-ից 95 թվականներին կոլումբիական ոստիկանությունը ակտիվացրեց գործողությունները կարտելի հետ կապված օբյեկտների դեմ։ Միաժամանակ ընդլայնվեցին ֆինանսական հետաքննությունները։ Վճռորոշ հանգամանքն այն էր, որ պետությունն այլևս չուներ համադրելի մասշտաբի այլ թիրախ։ Պաբլո Էսկոբարի վերացումից հետո հիմնական ճնշման ուղղությունը դարձավ Կալիի կարտելը։ 95 թվականի կեսերին արդեն ակնհայտ էր։ Թաքնված ազդեցության փուլը ավարտվում է։ Տարիներ շարունակ պայմանավորվածությունների եւ բաշխված կառավարման վրա հիմնված համակարգը հայտնվել էր ուղիղ թիրախի տակ։ 1995 թվականին Կալի կարտելի նկատմամբ ճնշումը դարձավ համակարգային։ Պետությունը քայլ առ քայլ սահմանափակում էր կառույցի գործունեությունը եւ հենց այդ փուլում առանցքային նշանակություն ստացավ կարտելի անվտանգության համակարգի պատասխանատու Խորխե Սալսեդո Կաբրերան։ Սալսեդոն կրթությամբ ինժեներ էր եւ միջև կարտելի հետ համագործակցելը զբաղվել էր կորպորատիվ անվտանգության համակարգերով։ 89 թվականին նրան ներգրավեցին Կալիի ղեկավարության պաշտպանության համակարգը կառուցելու նպատակով։ Նա պատասխանատու էր ղեկավարների տեղաշարժերի անվտանգության, ռիսկերի գնահատման եւ անվտանգ կապի կազմակերպման համար։ Նա ամբողջական տեղեկություն ուներ կարտելի ղեկավարների տեղաշարժերի, անվտանգության միջոցառումների եւ նրանց թաքստոցների մասին։ Կարտելի համակարգում նման տեղեկությունը կենտրոնացած էր շատ սահմանափակ մարդկանց մոտ եւ համարվում էր ամենազգայուն ինֆորմացիան։ 95 թվականին կարտելի ներսում սկսեց աճել անվստահությունը։ Տեղեկատվության ցանկացած արտահոսք դիտվում էր որպես անմիջական վտանգ ղեկավարության համար եւ կասկածի տակ էին հայտնվում նույնիսկ ամենամոտ մարդիկ։ Նրանց թվում էր նաեւ կարտելի գլխավոր հաշվապահ Գիլերմո Պալոմարին։ Նա ղեկավարում էր ֆինանսական հաշվառումը եւ վերահսկում դրամական հոսքերը։ Վախը ակնհայտ էր, նրա հնարավոր ձերբակալությունը կարող էր բացահայտել փողերի լվացման ամբողջ համակարգը։ Սալսեդոին հրամայվեց կազմակերպել Պալոմարիի վերացման գործողությունը։ Անվտանգության համակարգ կառուցող մասնագետի համար սեփական գործընկերոջ վերացման գործընթացում ներգրավելը նշանակում էր անցում այլ դերակատարության։ Իր հետագա ցուցմունքներում նա նշում էր, որ հենց այդ պահին հասկացավ, համակարգի տրամաբանությունը փոխվել է եւ կազմակերպությունը սկսել է չեզոքացնել ոչ միայն արտաքին սպառնալիքները, այլ նաեւ սեփական օղակները։ 1995 թվականի ամռանը Սալսեդոն կապ հաստատեց ամերիկյան իրավապահ կառույցների ներկայացուցիչների հետ։ Տեղեկատվության փոխանցումը իրականացվում էր աստիճանաբար եւ վերաբերում էր առաջին հերթին անվտանգության հարցերին, թաքստոցների հասցեներին, պահպանության առանձնահատկություններին եւ ղեկավարության տեղաշարժերին։ Այս տվյալների հիման վրա կոլումբիական ուժային ստորաբաժանումները կարողացան իրականացնել մի շարք ճշգրիտ գործողություններ։ 95 թվականի հունիսի 9-ին ձերբակալվեց Կալի կարտելի առաջնորդներից մեկը՝ Գիլբերտո Օրեխուելան։ Հուլիսի 4-ին ձերբակալվեց կարտելի առանցքային ղեկավարներից Պաչո Էրերան։ Օգոստոսի 6-ին Կալի քաղաքում ձերբակալվեց կարտելի համահիմնադիր Միգել Օրեխուելան։ Այս ձերբակալությունները իրականացվեցին ներքին աղբյուրներից ստացված տվյալների հիման վրա, որոնք առաջին անգամ իրավապահներին հնարավորություն տվեցին հասնել կարտելի ղեկավարության իրական թաքստոցներին։
Սալսեդոն ընտանիքի հետ դուրս բերվեց Կոլումբիայից եւ ընդգրկվեց ԱՄՆ վկաների պաշտպանության ծրագրում։ Նրա համագործակցությունը դարձավ շրջադարձային պահ։ Կալի կարտելը կառուցված էր այնպես, որ ոչ ոք ամբողջ համակարգին չէր տիրապետում, սակայն անվտանգության վերաբերյալ հիմնական տեղեկությունները կենտրոնացված էին մեկ մարդու մոտ՝ Սալսեդոյի։ Երբ այդ տեղեկատվությունը հասավ իրավապահներին, համակարգը սկսեց կորցնել կայունությունը։ Կալի կարտելի անկումը տեղի չունեցավ մեկ գործողությամբ կամ հրապարակային բախմամբ։ Այն տեղի ունեցավ աստիճանաբար, անվտանգության եւ կառավարման մեխանիզմների քայքայման միջոցով։ Համակարգը փլուզվեց ներսից, եւ այդ փլուզման հիմքում կանգնած էր նույն մարդը, որը երկար տարիներ պատասխանատու էր այդ համակարգի անվտանգությունը պահպանելու համար։ Ya estás con nosotros, nos encargamos de tu seguridad. 1995 թվականի օգոստոսյան ձերբակալություններից հետո Կալի կարտելը դադարեց գործել որպես կենտրոնացված կառավարման համակարգ, սակայն դրա փաստացի ապամոնտաժումը տևեց տարիներ։ Ղեկավարների ձերբակալությունները միայն երկարատև իրավական գործընթացի սկիզբն էին, որը միաժամանակ ընթանում էր Կոլումբիայում եւ Միացյալ Նահանգներում։ Ձերբակալություններից հետո կարտելի ղեկավարները պահվում էին Կոլումբիայի բանտերում, քանի որ արտահանձման գործընթացը սահմանափակված էր։ Չնայած քաղաքական բարդ իրավիճակին, քննությունը շարունակվեց, եւ իրավապահները հասանելիություն ստացան կարտելի ֆինանսական փաստաթղթերին ու կեղծ ընկերությունների ցանցին։ 96 թվականին ձերբակալվեց միջազգային մատակարարումների ամենաազդեցիկ կազմակերպիչներից մեկը՝ Խոսե Լոնդոնյան, սակայն նույն թվականին նա փախուստ իրականացրեց խիստ ռեժիմի բանտից, իսկ արդեն 96 թվականի մարտին կրկին հայտնաբերվեց եւ սպանվեց կոլումբիական ուժային կառույցների կողմից։ 98 թվականին Լա Պիկոտա բանտում սպանվեց նաեւ Պաչո Էրերան։ Օրեխուելա եղբայրները սկզբում պատիժը կրում էին Կոլումբիայում։ Մի քանի տարվա ընթացքում նրանք փորձեցին պահպանել ազդեցությունը կարտելի վրա իրավական մեխանիզմների եւ արտաքին կապերի միջոցով, սակայն միջազգային ճնշման տակ Կոլումբիայի իշխանությունները ստիպված եղան ուժեղացնել հսկողությունը։ 2004 թվականին Կոլումբիան վերականգնեց թմրանյութերի ապօրինի շրջանառության մեջ ներգրաված անձանց արտահանձման ակտիվ պրակտիկան եւ Օրեխուելա եղբայրները փոխանցվեցին ամերիկյան իշխանություններին։ Նրանց առաջադրվեցին մեղադրանքներ կոկաինի ներմուծման եւ ֆինանսական միջոցների լվացման համար։ 2006 թվականին ԱՄՆ դաշնային դատարանը նրանցից յուրաքանչյուրին դատապարտեց 30 տարվա ազատազրկմամբ։ Համաձայնությունների շրջանակում նրանք պարտավորվեցին փոխանցել ԱՄՆ իշխանություններին մոտ $2 միլիարդ ակտիվներ։ Սա դարձավ միջազգային նարկոթրաֆիքինգի հետ կապված ամենախոշոր բռնագրավումը։ Այս կետում Կալիի կարտելը որպես միասնական կենտրոն դադարեց գոյություն ունենալ։ Կարտելի հիմնադիրների մեկուսացումը փաստացի ավարտեց կառույցի կենտրոնացված կառավարումը։ Կալիի կարտելի ապամոնտաժումը տևեց ավելի քան 10 տարի, առաջին ձերբակալություններից մինչև վերջնական դատավճիռներ։ Սա միանգամյա փլուզում չէր, այլ համակարգի փուլային քայքայում։ Այսպիսով Կալիի կողմից համաշխարհային կոկաինի շուկայի կենտրոնացված վերահսկման դարաշրջանը ավարտվեց։ Կալի կարտելի անկումից հետո Կոլումբիայում թմրանյութերի շուկայում հերթական անգամ առաջացավ վակուում։ Տասնամյակներ շարունակ կոկաինի շուկան վերահսկվում էր նախ Մեդելինի, ապա Կալիի կողմից, սակայն այդ կառույցների վերացումը չնշանակեց, որ արտադրությունն ու մատակարարումները դադարեցին։ Պարզապես անհետացավ այն կենտրոնը, որը մինչ այդ վերահսկում էր ամբողջ համակարգը։ Արտադրողները, լաբորատորիաները եւ մատակարարման ցանցերը շարունակեցին գործել, բայց արդեն առանց միասնական ղեկավարության։ Շահույթի բաշխումն ու տարածքների վերահսկումը այլևս չէր որոշվում մեկ կենտրոնից։ Այս վակուումը փորձեց լրացնել հյուսիսային Բալիի կարտելը։ Այն ձևավորվեց Կալիի նախկին օպերատորների եւ տարածաշրջանային խմբերի հիման վրա, սակայն սա արդեն այլ կառույց էր։ Չկար մեկ առաջնորդ եւ մեկ կենտրոն։ Խմբերը գործում էին ժամանակավոր դաշինքներով, հաճախ նաեւ մրցելով միմյանց հետ։ Մի քանի տարի այդ ցանցերը պահպանեցին ազդեցությունը ԱՄՆ մատակարարումների վրա, բայց ներքին բախումները եւ առաջնորդների ձերբակալությունները աստիճանաբար թուլացրին նրանց դիրքերը։ Միևնույն ժամանակ նարկոբիզնեսի իրական կենտրոնը սկսեց տեղափոխվել դեպի հյուսիս։ Մեքսիկական քրեական կառույցները վերահսկողություն ստանձնեցին ԱՄՆ սահմանով անցնող հիմնական երթուղիների նկատմամբ։ Ժամանակի ընթացքում նրանք դարձան շուկայի գլխավոր միջնորդները։
2000-ականների սկզբին հենց նրանք էին վերահսկում ամերիկյան շուկա հասնող կոկաինի մեծ մասը։ Նարկոբիզնեսը փոխեց իր ձևը։ Մեծ կարտելների փոխարեն առաջացավ փոքր, փոխկապակցված խմբերի ցանց։ Արտադրությունը դարձավ ավելի բաշխված, երթուղիները ավելի ճկուն, իսկ ֆինանսական հոսքերը դժվար վերահսկելի։ Համակարգը դարձավ պակաս տեսանելի եւ ավելի անկանխատեսելի։ Մեգակարտելների դարաշրջանը ավարտվեց, սակայն համակարգը չվերացավ։ Այն պարզապես փոխեց իր ձևը։ Մեդելինյան կարտելը կառուցված էր մեկ անձի շուրջ։ Համակարգի կենտրոնում Պաբլո Էսկոբարն էր, առաջնորդ, որը իր քրեական բիզնեսն ուղղեց պետության հետ բաց պատերազմի։ Կալին ընտրեց այլ ճանապարհ։ Այստեղ համակարգը կախված չէր մեկ մարդուց։ Կառավարումը իրականացվում էր բաշխված կառուցվածքի, ֆինանսական մեխանիզմների եւ քաղաքական կապերի միջոցով։ Բաց պատերազմի փոխարեն վերահսկողություն, առաջնորդի փոխարեն համակարգ։ Երկու նարկոիմպերիաներն էլ ի վերջո ընկան։ Մեդելինը խոցելի դարձավ իշխանության կենտրոնացման պատճառով, Կալին տեղեկատվության կենտրոնացման պատճառով։ Երկուսն էլ քանդվեցին ներքին ճնշման, միջազգային համագործակցության եւ սեփական սխալների հետևանքով։ Սակայն համակարգը չվերացավ։ Արտադրությունը շարունակվեց։ Երթուղիները փոխվեցին։ Վերահսկողությունը փոխանցվեց նոր դերակատարների։ Մեդելինի եւ Կալիի պատմությունը ավարտվեց, բայց պահանջարկը չվերացավ։ Իսկ քանի դեռ պահանջարկը գոյություն ունի, շարունակում է գոյություն ունենալ նաեւ այն համակարգը, որը սպասարկում է այդ պահանջարկը։